Հեռավոր 2009 թվականի հունիսի 25-ին դեղերի գերդոզավորումից մահացավ աշխարհահռչակ փոփ աստղ Մայքլ Ջեքսոնը, որի փայլը ամենապայծառն էր ու որի անձի շուրջ ամենատարբեր երբեմն հակասական պատմություններ էին պտտվում։ Նրա մահը նույնքան առեղծվածային էր, որքան նրա կյանքն ու կերպարը, ձայնն ու ներուժը։ Ջեքսոնի մահից անմիջապես հետո ամբողջ աշխարհում տարածվեցին տարբեր դավադրության տեսություններ, թե իբր նա բեմադրել է իր մահը պարտկերից, մեդիա ճնշումներից կամ հանրային ուշադրությունից փախչելու համար։ Վերջին օրերին այս խոսակցությունները կրկին ակտիվացան, քանի որ համացանցում, մասնավորապես Instagram-ում եւ TikTok-ում սկսեցին շրջանառվել տեսանյութեր, որում փոփ աստղի նմանակը կամ ծերացած Մայքլ Ջեքսոնը իբրև թե երթևեկում է Բրազիլիայի ավտոբուսում։ Շատ կարճ ժամանակ պահանջվեց պարզելու համար, որ տեսանյութը գեներացված է արհեստական բանականության միջոցով, բայց դա քչերին է հետաքրքիր։ Նկատենք, որ համացանցում հաճախ են հայտնվում տեսանյութեր կամ Ջեքսոնի նմանությամբ մարդկանց լուսանկարներ, որոնք մարդկանց գցում են շփոթության մեջ, սակայն որևէ պաշտոնական կամ արժանահավատ փաստ չկա առ այն, որ Մայքլ Ջեքսոնը ողջ է։ Նկատենք նաև, որ ըստ Forbes ամսագրի տվյալների Ջեքսոնի մահից հետո նրա կառավարիչները կուտակել են ավելի քան 3.5 միլիարդ եկամուտ։ Նա գլխավորում է աշխարհի մահացած ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցուցակը, գերազանցելով անգամ շատ ողջ աստղերի տարեկան հոնորարները։ Սա նաև պատճառներից մեկն է, ինչի համար օդում կախված են մնում այդ լուրերը, թե Ջեքսոնը կենդանի է, իսկ նրա մահը պարզապես իմիտացիա։